Ընկերներ, երբ չարը հարձակվում է ձեզ վրա, աղոթեք Աստծուն եւ խոսեք նրա հետ։ Նայեք, թե ինչ է Տերը ասել Երեմիա 23:29-ում. ահա իմ խոսքը կրակի նման է, ասում է Տերը, իր խոսքը կայրի բոլոր չարիքները, մի ստեղծեք ձեզ համար խնդիրներ, նայեք հետևյալին, եւ մուրճի պես, որ կոտրատում է ապառաժը, ընկերս դու քո ձեռքերում ունես լավագույն գործիքը, եթե դա դևն է, կրակը նետիր, եթե սիրտդ կարծրացած է, սկսիր բուժել այն աղոթքներով եւ ասա Աստված իմ սիրտը կմաքրվի, իմ սիրտը կմաքրվի, այս սիրտը կմաքրվի բոլոր չարիքներից եւ ճիշտ ժամանակը կգա։ Դիտենք այս վկայությունը։ Նայեք, արդեն 10 օր ինչ ոսկորներից ցավ եմ զգում, երբ հագնվում էի, հանկարծակի ուժեղ ցավ զգացի կրծքավանդակումս եւ մեջքումս։ Հետո կանգնեցի հայելու առաջ եւ ասացի. «Էй սատանա, դու փորձում ես խաբել ինձ, բայց ես կփնտրեմ իմ օրհնությունը»։ Վախենալով ասացի. «Աստված կպահպանի ինձ»։ Երեք շատ տխուր էի, բայց հետո ուրախացա, քանզի կարողանում էի ապրել։ Հիմա ազատված եք։ Կրծքավանդակից, մեջքից եւ ոսկորներից ցավը անհետացավ Հիսուսի անունով։ Աղոթենք, Հայր, Հիսուսի անունով օգտագործիր այս մարդուն քեզ ծառայելու համար, Քրիստոսի անունով, ամեն։